Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք 2026 թվականի ապրիլ ամսվա կանխատեսումների մասին, որոնք վերաբերում են մեր շատ սիրելի հողի նշանի ներկայացուցիչներին։ Նշեմ, որ ջրի և կրակի նշանի ներկայացուցիչները արդեն ստացել են իրենց մարտ ամսվա բոնուսը, որը եղել է ապրիլ ամսվա կանխատեսումների տեսքով, այսինքն այստեղ մեզ մոտ հերթի մեջ են հողի նշանի ներկայացուցիչները, ինչպես նաև հաջորդ հոլովակը կլինի արդեն օդի նշանի տարերքի ներկայացուցիչների վերաբերյալ։ Դե ինձ սիրելիներս, մեր առաջին հողի նշանի ներկայացուցիչները մեր շատ սիրելի ցուլերն են։ Սիրելի ցուլեր, ձեզ համար ապրիլ ամիսը բավականին հետաքրքիր և դինամիկ և նաև աշխատանքային առումով և նաև ինչու չէ անձնական հարթակին վերաբերող հարցերով է հարուստ։ Նախ նշեմ, որ Վեներա մոլորակը մարտի 30-ից գտնվում է ձեր առաջին ոլորտում, սա ձեր գլխավոր մոլորակն է և առաջին ոլորտում շատ ուժեղ է և նշանակում է սկսած մարտի 30-ից ցուլերը արդեն կզգան, որ իրենց մոտ ավելանում է էներգիան, այսինքն ավելանում է այն ձգտումը, որ նրանք ցանկանում են դուր գալ շրջապատին, որ նրանք ցանկանում են իրենց արտաքին տեսքով զբաղվել, որ նրանք ցանկանում են մի փոքր ֆինանսական ներդրումներ կատարել իրենց անձի վրա, այսինքն Վեներան այստեղ բավականին ուժեղ է և ցուլերին տրամադրում է դրական տրամադրության։ Մարտի 30-ից մինչև ապրիլի 24-ը Վեներան լինելու է ձեր առաջին ոլորտում, սիրելի ցուլեր, վայելեք։ Ապրիլի 2-ին լիալուսին ունենք և այս լիալուսինը ձեզ համար տեղի է ունենում 6-րդ ոլորտում, նշանակում է որոշ հարցեր, որոնք այն կապված միգուցե աշխատանքի հետ, միգուցե առողջության հետ, միգուցե ինչ-որ մեկի խնամքի հետ, միգուցե ձեր աշխատանքային պարտականությունների փոփոխման հետ, այստեղ ինչ-որ մի բան պետք է վերջանա։ Հնարավոր է ասենք ձեր աշխատավայրն եք փոխում, հնարավոր է դուք մինչ այդ բուժվում եք, արդեն ապաքինվում եք, դուրս եք գրվում հիվանդանոցից, կամ ասենք ստացիոնար բուժումների էիք հաճախում բժշկի մոտ, այժմ արդեն կազդուրվում եք։ Եվ նաև այս լիալուսինը խորհրդանշում է, որ շատ ցուլեր հնարավոր է, որ ապրիլի 2-ից սկսած սկսեն զբաղվել իրենց առողջությամբ լուրջ, եթե անգամ չունեք առողջական խնդիրներ, միգուցե սկսեք առողջ ապրելակերպ վարել։ Ամսի 3-ին ունենք մի փոքր լարվածություն, սիրելիներս, Վեներա և Պլուտոն մոլորակների միջև։ Վեներան նշեցի ձեր առաջին ոլորտում է, այսինքն անմիջապես ձեր անձին է վերաբերում այս լարվածությունը, Պլուտոն մոլորակը 10-րդ ոլորտում է և այստեղ ամսի 3-ը կարող է մի փոքր լարված անցնել կապված ձեր ղեկավարության հետ, կապված ձեր ամուսնու կամ կնոջ հետ, այսինքն այստեղ պետք չէ կոնֆլիկտի մեջ մտնել։ Ամսի 8-ին Մարս մոլորակը, որ այս պահին ձեր 11-րդ ոլորտում է, սեքստիլ է կազմում Ուրան մոլորակի հետ, որը իր վերջին օրերն է ապրում ձեր առաջին ոլորտում, սիրելի ցուլեր, շուտով արդեն ապրիլի վերջում կթոթափեք Ուրանի ըմբոստությունները ձեր կյանքից, սակայն ապրիլի 8-ը լինելու է բավական հետաքրքիր, էներգիայով լեցուն, ընկերական հանդիպումներով, անակնկալներով, նվերներով հարուստ օր։ Եվ արդեն ամսի 9-ին Մարսը մեր ակտիվությունը տեղափոխվում է ձեր 12-րդ ոլորտ, սա խոյի նշանն է և այստեղ գիտենք, որ Մարսը շատ ուժեղ է։ Սիրելի ցուլեր, երբ Մարսը 12-րդ ոլորտում է, սա ձեզ հաղորդում է էներգիա գործելու, նաև ինչ-որ գաղտնի կարգավիճակում, հնարավոր է ասենք ինչ-որ աշխատանքով սկսեք զբաղվել, գաղտնի եկամուտներ ունենաք, կամ ինչ-որ գաղտնի սիրային կապ սկսվի ձեր կյանքում, քանի որ այստեղ արդեն 12-րդ ոլորտում մոլորակների կուտակում է դիտվում։ Ամսի 15-ին էլ Մերկուրի մոլորակն է, վերջապես լքում ձեր 11-րդ ոլորտը և տեղափոխվում է 12-րդ ոլորտ։ Սակայն մինչ այդ ամսի 13-ին ունենք հոյակապ ասպեկտ երկու
երջանկության մոլորակների միջև, Վեներայի և Յուպիտերի միջև, և նշեմ, որ սիրելիներս ամսի 13-ը շատ հաջող օր է մեքենա գնելու վաճառելու համար, ընկերական հանդիպումների համար, դասընթացների փաստաթղթային հարցերի համար և առհասարակ ուսումնական բոլոր տեսակի ծրագրերի համար։ Ամսի 17-ին կրկին ունենք նորալուսին, և այս նորալուսինը ձեր 12-րդ ոլորտում է, տեսնում եք սիրելիներս ամսվա վերջը արդեն ձեզ համար հետաքրքիր ուրեմն տրամադրություն է ստեղծում, փակ գաղտնի տրամադրություն է սա, այսինքն այստեղ ինչ-որ նորություններ կարող են լինել, ցուլերը շատ գաղտնապահ մարդիկ են, և նրանք այնքան էլ չեն սիրում բարձրաձայնել իրենց անձնական կյանքի մասին, ուստի այս նորալուսինը կարող է նրանց կյանքում ինչ-որ գաղտնի, ինչ-որ գործունեություն սկսել։ Ամսի 24-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր երկրորդ ֆինանսական դաշտ, սիրելիներս, սակայն մինչ այդ այն միանում է Ուրանի հետ ձեր առաջին ոլորտում և ապրիլի 24-ը լինելու է հաճելի անակնկալներով լի օր։ 24-ից արդեն Վեներան է տեղափոխվում երկրորդ ֆինանսական դաշտ, իսկ ամսի 26-ին վերջ Ուրան մոլորակը լքում է ձեր առաջին ոլորտը, տեղափոխվում է ձեր երկրորդ ֆինանսական դաշտ, սիրելի ցուլեր, այստեղ արդեն կարելի է ասել, որ ձեր անձնական հարթակը պետք է կարգավորվի, ձեր աշխատանքային կարգավիճակը պետք է կարգավորվի, սակայն մի փոքր պետք է ուշադրություն դարձնեք առաջին 7 տարիների ընթացքում ձեր ֆինանսներին, որովհետև Ուրանը այստեղ ցնցումներ է առաջացնելու։ Ամիսը վերջանում է ամսի 28-ի հոյակապ ասպեկտացիայով, ունենք Վեներա Պլուտոն այս երկու մոլորակների տրինը, Վեներան երկրորդ ֆինանսական դաշտում է, Պլուտոնը 10-րդ աշխատանքային ոլորտում է և նշանակում է, եթե աշխատանք եք փնտրում, ամսի 28-ին կարող են ձեզ շատ լավ աշխատանք առաջարկել, կամ անգամ պաշտոնի բարձրացում կարող է լինել, այստեղ ֆինանսական մեծ ձեռքբերումների մասին է խոսքը, եթե դուք սեփական բիզնես եք վարում։ Դե ինձ սիրելիներս այսքանը ցուլերի ապրիլ ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր հաջորդ սիրելի հողի նշանի ներկայացուցիչներին։ Ողջունում եմ մեր շատ սիրելի կույսերին, սիրելիներս, ձեզ համար ապրիլ ամիսը նախատեսել է 7-րդ ոլորտի խնդիրներ, այսինքն կապված կողքի մարդկանց հետ, հաճախորդների հետ, սպասարկման ոլորտի հետ, ինչու չէ նաև թշնամիների հետ, որովհետև 7-րդ ոլորտը ինչպես ձեր միջավայրն է, ձեր շրջապատն է, այնպես էլ ձեր բացահայտ թշնամիներն են, քանի որ ձեր գլխավոր մոլորակ Մերկուրին մինչև ամսի 15-ը ձեր 7-րդ ոլորտում է, որից հետո այն մուտք կգործի 8-րդ ոլորտ, իսկ ամսվա երկրորդ կեսը ձեզ ավելի շատ տրամադրում է ֆինանսական հարցերի լուծմանը, քանի որ այստեղ և Մերկուրին է տեղափոխվում 8-րդ ոլորտ և նաև ունենք ամսի 17-ին նորալուսին։ Դե ինչ սկսենք ամեն ինչ սկզբից, ապրիլի 2-ին ունենք լիալուսին ձեր երկրորդ ֆինանսական դաշտում, սա նշանակում է, որ ապրիլի 2-ին հնարավոր է, որ ասենք ձեզ վաղուց մոռացված ինչ-որ պարտք վերադարձնեն, կամ դուք ինչ-որ մեկին գումար եք պարտք, վերջապես այդ գումարը հավաքվում է, տալիս եք և արդեն հանգիստ շունչ եք քաշում, կամ հնարավոր է ինչ-որ աշխատանք եք կատարել, այդ աշխատանքի դիմաց արդեն ստանում եք ձեր վարձատրությունը։ Ամեն դեպքում ֆինանսական հարցերում որոշակի լուծումներ պետք է լինեն ապրիլի 2-ի լիալուսնով։ Ամսի 3-ին ձեր գլխավոր մոլորակ Մերկուրին, որը նշեցի արդեն մինչև ամսի 15-ը 7-րդ ոլորտում է, շատ շքեղ ասպեկտացիայի մեջ է Յուպիտեր մոլորակի հետ, որը ձեր 11-րդ ոլորտում է։ Սիրելի կույսեր, Մերկուրի Յուպիտերի այս շքեղ տրինը պետք է օգտագործել ցանկացած տեսակի հարցեր լուծելիս, այսինքն ապրիլի 3-ը հոյակապ օր է և առողջության հարցերով զբաղվելու, և մեծ առք ու վաճառք իրականացնելու, և օնլայն հարթակում գործունեություն սկսելու, և հաճախորդներ նոր հավաքագրելու, եթե սպասարկման ոլորտում եք, և նաև ինչու չէ անձնական կյանքում մի շարք հարցեր լուծելու համար։
Ամսի 8-ին նույնպես ունենք շատ լավ ասպեկտացիա, այստեղ Մարսը, որը կրկին ձեր 7-րդ ոլորտում է, ուրեմն սեքստիլ է կազմում Ուրան մոլորակի հետ, որը ձեր 9-րդ ոլորտում է եւ արդեն ապրիլի վերջ պատրաստվում է վերջնական լքել ձեր 9-րդ ոլորտը։ Ապրիլի 8-ի այս Մարս-Ուրան սեքստիլը կարող է ձեզ բերել անակնկալ ճանապարհ, անակնկալ փաստաթղթային ինչ-որ հարց, անակնկալ հանդիպում, ասենք հաճախորդներից մեկի հետ, գործընկերներից մեկի հետ, կամ ինչու՞ չէ հնարավոր է, ասենք, եթե դրսում ապրող բարեկամներ ունեք, ապա նրանցից ինչ-որ անակնկալներ սպասեք, ասենք նրանք կարող են անակնկալ այցելել կամ նրանցից կարող եք անակնկալ ինչ-որ նվերներ կամ գումարներ ստանալ։ Ամսի 9-ին Մարսը տեղափոխվում է արդեն ձեր 8-րդ ոլորտ աստիճանաբար, ամսվա երկրորդ կեսը ձեր ակտիվությունը տեղափոխելով ձեր ֆինանսական դաշտ, սիրելի կույսեր, եթե դուք ունեք բանկային գործարքներ կամ ցանկանում եք կատարել հիպոթեկի հետ կապված, ժառանգության հետ կապված, նոտարի հետ կապված, ինչ-որ թղթաբանական հարցեր, ապա արդեն ամսվա երկրորդ կեսը շատ մեծ ակտիվություն կա այդ ոլորտում, նշանակում է այդ ամենը պետք է շատ արագ ստացվի, քանզի ամսի 15-ին Մերկուրի մոլորակը նույնպես տեղափոխվում է նույն ինքը 8-րդ ոլորտ եւ այստեղ ֆինանսական փաստաթղթային այդ բոլոր հարցերը շատ արագորեն լուծվելու են։ Հիշենք նաեւ, որ մենք ապրիլ ամսվա ընթացքում անձնական հետընթաց մոլորակներ չունենք, սա նշանակում է, որ մեր բոլոր գործողությունները շատ արագ, ակտիվ եւ դինամիկ են լինելու, ձգձգվող գործոններ չեն լինելու։ Ամսի 17-ին կրկին ունենք ուրեմն 8-րդ ոլորտում նորալուսին, սիրելիներս, սա նշանակում է, որ ամսի 17-ից հետո նորություններ սպասեք 8-րդ ոլորտում, օրինակ դիմել էիք բանկ եւ ամսի 17-ից հետո արդեն ձեզ կզանգեն եւ կհաստատեն ձեր գործարքը, կամ այստեղ ժառանգության ինչ-որ գործընթաց կարող է սկսվել ամսի 17-ից հետո։ Եվ բացի դրանից նաեւ 8-րդ ոլորտը խոսում է նեղ անձնական սիրային կապերի մասին, հնարավոր է ապրիլի 17-ից հետո ձեր կյանքում հայտնվի այդպիսի մեկը։ Ամսի 24-ին Վեներա մոլորակը, որը գրեթե ամբողջ ամիս գտնվում էր ձեր 9-րդ ոլորտում, տեղափոխվում է ձեր 10-րդ ոլորտ, սիրելիները, սա նշանակում է, որ այստեղ 10-րդ ոլորտում ինչ-որ հաճելի իրավիճակ է սպասվում, դա կարող է կապված լինել, ասենք, ձեր ղեկավարության հետ, հնարավոր է ինչ-որ կին ղեկավար ունենաք, կամ ասենք այցեր լինեն ձեր ղեկավարության կողմից ձեր հաստատություն, սակայն այդ ամենը դրական մթնոլորտում է անցնելու։ Նաև ձեր աշխատավայրում կարող է, ասենք, կին ուրեմն գործընկեր ավելանալ եւ նրա հետ ունենաք շատ լավ փոխհարաբերություններ։ Սակայն այստեղ ապրիլի 24-ին մինչև 10-րդ ոլորտ տեղափոխվելը Վեներան այստեղ ունի միություն Ուրան մոլորակի հետ եւ Ուրանը ամսի 26-ին արդեն տեղափոխվում է կրկին ձեր 10-րդ ոլորտ։ Սիրելի կույսեր, ուրեմն Ուրանը վերջին 8 տարիներին եղել էր ձեր 9-րդ ոլորտում, այժմ մուտք է գործում ձեր 10-րդ ոլորտ։ 9-րդ ոլորտում Ուրանը ձեզ չի նեղացրել, չի ցավացրել, որովհետև այն ձեր նշանի հանդեպ տրին էր կազմում եւ ձեր հանդեպ շատ փափուկ էր Ուրանը, սակայն ամսի 26-ից տեղափոխվելով ձեր 10-րդ ոլորտ, առաջիկա 7.5 տարիներին լինելու է ձեր 10-րդ ոլորտում, այստեղ արդեն Ուրանից սպասեք ըմբոստություններ, քանի որ 10-րդ ոլորտը գիտենք բարձրագույն ոլորտն է, սա մեր ամուսնական կարգավիճակն է, հասարակական դիրքն է, անուն հեղինակությունն է եւ սիրելի կույսեր, այստեղ շատ ուշադիր եղեք, որովհետեւ Ուրանը այստեղ պատրաստվում է այդ ոլորտը ցնցել առաջիկա 7.5 տարիների ընթացքում, շատ ուշադիր եղեք, եթե ասենք դուք ամուսնացած եք, ձեր ամուսնական կարգավիճակի նկատմամբ, որովհետև այստեղ այս ցնցումները կարող են կանխատեսել ընդհուպ մինչև ամուսնալուծություն։ Նաև ձեր կարիերայի հանդեպ շատ ուշադիր եղեք, եթե դուք պաշտոն եք զբաղեցնում, այստեղ Ուրանը կարող է ցնցել ձեր աթոռը։
Նաև 10-րդ ոլորտը նախանշում է ձեր անուն հեղինակությունը, շատ ուշադիր եղեք, թե ինչպես եք ձեզ պահում և մարդիկ ինչեր կարող են խոսել ձեր հետևից, որովհետև առաջիկա 7.5 տարիները այս առումով այնքան էլ հեշտ չեն լինելու։ Դե ինձ սիրելիներս, այսքանը կույսերի ապրիլ ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր վերջին հողի նշանի ներկայացուցիչներին, մեր շատ սիրելի այծեղջյուրներին։ Ողջույն սիրելիներս, այծեղջյուրների մասին է խոսքը, նրանց մոտ ապրիլ ամիսը նույնպես բավականին կարևոր ամիս է, որովհետև այստեղ կարելի է ասել կարևորագույն ոլորտներն են ներառված, 10-րդ և 4-րդ ոլորտները, ինչը նշանակում է, որ այստեղ տուն, աշխատանք կարգավիճակն է։ Ապրիլի 2-ին լիալուսին ունենք ձեր 10-րդ ոլորտում, ինչը նշանակում է, որ ինչ-որ մի շատ կարևոր հարց կապված ձեր աշխատանքի, ձեր կարիերայի, ձեր պաշտոնի, ձեր անուն հեղինակության, ձեր ամուսնական կարգավիճակի հետ այստեղ պետք է լուծվի։ Շատ այծեղջյուրների մոտ սա կարող է դիտվել որպես ամուսնություն, ուրիշների մոտ կարող է դիտվել որպես ամուսնալուծություն, երրորդների մոտ սա կարող է դիտվել որպես երեխայի ծնունդ և մեկ ուրիշի մոտ էլ կարող է դիտվել սա, ասենք, պաշտոնի բարձրացում կամ հակառակը։ Այսինքն այս լիալուսինը շատ կարևոր լուծում է տալու ձեր 10-րդ ոլորտի խնդիրներին։ Ամսի 3-ին սիրելի այծեղջյուրներ ունենք շատ լավ ասպեկտացիա, ես հիշեցնեմ, որ մեծ երջանկության մոլորակ Յուպիտերը գտնվում է ձեր 7-րդ ոլորտում, սա իհարկե բարենպաստ վիճակ է, քանի որ այս պահին մինչև հուլիս ամիսը ներառյալ, եթե սպասարկման ոլորտում եք, ապա հաճախորդների հոսքը չի դադարում, եթե դուք, ասենք, ընկերների հետ մեծ շրջապատ եք կազմում, թեպետ այծեղջյուրները քիչ են շատ ընկերներ ունենում, նրանք մի քիչ ավելի սահմանափակ թվով մարդկանց հետ են շփվում, բայց ամեն դեպքում այստեղ Յուպիտերը բերում է ձեզ շատ ընկերներ, շփումներ, և ամսի 3-ին, ապրիլի 3-ին Մերկուրիի Յուպիտերի միջև ուրեմն շատ շքեղ տրին ասպեկտացիա է հանդիսանում, սա նշանակում է, որ այստեղ նոր հաճախորդներ կարող են ավելանալ, հաճախորդներ, գործընկերներ, հովանավորներ, եթե դուք, ասենք, բիզնեսի հետ կապված ինչ-որ գործունեություն եք ծավալում, շատ հաջող օր կարող է լինել, ապրիլի 3-ը կապված ինչ-որ ուսումնական ծրագրերի հետ, փաստաթղթային հարցերի հետ, ինչու՞ չէ, ավտոմեքենայի հետ կապված, ասենք, վերանորոգում եք, վաճառում եք կամ գնում եք։ Նշեմ, որ անձնական մոլորակներ չունենք հետընթաց ապրիլ ամսվա ընթացքում և ամեն ինչ շատ դինամիկ, ակտիվ և արագ է ստացվելու։ Ամսի 5-ին սակայն ունենք լարվածություն Արևի և Յուպիտերի միջև, Արևը ձեր 4-րդ ոլորտում է։ Սիրելիներս, այստեղ արդեն պետք է շատ զգույշ լինեք, որովհետև այստեղ խնդիրը կարող է լինել տանը, ինչ-որ, ասենք, տարաձայնություն կարող է լինել, որի պատճառով ենթադրենք ունենաք կոնֆլիկտ տան անդամներից ինչ-որ մեկի հետ։ Ամսի 8-ը նույնպես հոյակապ օր է, Մարսի և Ուրանի միջև ձևավորվում է սեքստիլ, Ուրանը այս պահին ձեր 5-րդ ոլորտում է, սիրելիներս, և արդեն ամսվա վերջում, մասնավորապես ապրիլի 26-ին պատրաստվում է վերջնական լքել ձեր 5-րդ ոլորտը և մուտք է գործելու ձեր 6-րդ ոլորտ, սակայն ամսի 8-ի այս Մարսի Ուրանի սեքստիլը կարող է բերել շատ հաճելի անակնկալ հանդիպումներ, նվերներ, երեխաների հետ կապված հաճելի, ասենք, հնարավոր է, որ դուք շատ հանկարծակի իմանաք, որ ծնող եք դառնալու կամ ձեր երեխան ենթադրենք անսպասելի սպասում էիք, բայց անսպասելի շուտ ծնվի, կամ այստեղ, եթե ունեք արդեն մի քիչ մեծ երեխաներ, որոնք ինչ-որ մրցույթների են մասնակցում կամ ինչ-որ ուսումնական ծրագրերի են մասնակցում, նրանք կարող են որոշակի հաջողությունների հասնել, որոնք շատ անակնկալ կերպով ձեզ կուրախացնեն։ Նաև այստեղ շատ այծեղջյուրներ, որոնք, ասենք, ունեն սիրածեակ, նրա կողմից կարող են ստանալ ապրիլի 8-ին հետաքրքիր հաճելի անակնկալներ։ Այս օրը նաև շատ հաջող օր է ավտոմեքենայի հետ կապված հարցերը լուծելու համար։
Ամսինին արդեն Մարսը տեղափոխվում է ձեր 4-րդ ոլորտ, Մարսը ակտիվությունն է մեր, էներգիան է մեր, եւ այստեղ սիրելի այցեղջյուրներ, հիմնականում արդեն ամսվա 2-րդ կեսը, երբ Մերկուրին նույնպես ամսի 15-ին կտեղափոխվի 4-րդ ոլորտ, այստեղ ձեր էներգիան, ձեր հաղորդակցումը կենտրոնացած է տան վրա, այսինքն տան մեջ ինչ-որ բարեփոխումներ են տեղի ունենում, կամ ասենք հյուրեր են շատ գալիս, կամ վերանորոգում եք սկսում, կամ այստեղ միգուցե տան առք ու վաճառքով եք սկսում զբաղվել, կամ տան անդամների հետ կապված ինչ-որ հարցեր կան, որոնք դուք պետք է լուծեք, որովհետև այստեղ արդեն ձեր ուշադրությունը կենտրոնանում է ձեր անշարժ գույքի վրա կամ ձեր տան անդամների վրա։ Նշեցի արդեն ամսի 15-ից Մերկուրին է տեղափոխվում 4-րդ ոլորտ, եւ տեսեք ամսի 17-ին ունենք նորալուսին կրկին 4-րդ ոլորտում, նշանակում է ինչ-որ նորություններ կարող են լինել ձեր 4-րդ ոլորտում, ասենք ինչ-որ նոր կենցաղային տեխնիկա գնեք տան համար, կամ տան մեջ վերանորոգում սկսեք, կամ ինչու՞ չէ նաև հնարավոր է, ասենք ձեր տան անդամը, որը հեռվում էր, այժմ վերադառնում է տուն, կամ ասենք տան անդամներից մեկը ամուսնանում է եւ ձեր տան անդամները մեկով ավելանում են։ Ամսի 19-ին ունենք Մարս-Սատուրն միությունը, սիրելի այցեղջյուրներ, Սատուրն մոլորակը լինելով ձեր գլխավոր մոլորակը, փետրվարի 14-ին տեղափոխվել է ձեր 4-րդ ոլորտ, որը ձեր նշանի հանդեպ ուրեմն 90 աստիճան է կազմում, սա նշանակում է, որ քառանկյուն է կազմում եւ մի փոքր ձեզ մոտ կարող է այս պահի դրությամբ առաջիկա 2 տարին Սատուրնը լարվածություն առաջացնել ձեր տանը, ձեր եւ ձեր տանեցիների միջև եղած փոխհարաբերություններում։ Սա նկատի ունեցեք, սակայն ամսի 19-ին Մարսի եւ Սատուրնի միջև տեղի է ունենում միություն 4-րդ ոլորտում, սա նշանակում է, որ ինչ-որ ակտիվություն, ինչ-որ կոնկրետ գործողություններ կարող եք իրականացնել, այսինքն շատ երկար ժամանակ ցանկանում եք ինչ-որ մի հարց լուծել տան հետ կապված, ասենք գազաֆիկացնել ձեր տունը, կամ ինչ-որ ձեր տան պատշգամբը մեծացնել, կամ ինչ-որ տան հետ կապված ինչ-որ կարևոր գործողություն, տանիքը վերանորոգել, ուրեմն տեսեք, Մարսը բերում է այդ ակտիվությունը, այսինքն դուք արդեն վերջնական որոշում եք, որ այդ գործը պետք է կատարեք, եւ ամսի 19-ին Մարսի Սատուրնի միությունը բերում է ձեզ այդ համարձակությունը։ Եվ նշեցի արդեն ամսի 26-ին ամսվա վերջում Ուրան մոլորակը լքում է վերջնական ձեր 5-րդ ոլորտը, սիրելի այցեղջյուրներ, Ուրանը լինելով 5-րդ ոլորտում ձեզ համար այնքան էլ մեծ սպառնալիք չէր, քանի որ ձեր նշանի նկատմամբ տրին ասպեկտ էր կազմում, այսինքն բարենպաստ էին նրա անակնկալները, սակայն ամսի 26-ին Ուրանը տեղափոխվում է 6-րդ ոլորտ, մոտ 7.5 տարով, եւ նշանակում է այստեղ ապրիլի 26-ից հետո Ուրանը ցնցելու է։ Ցնցելու է առաջին հերթին ձեր աշխատավայրը, այսինքն հնարավոր է աշխատավայրում լինեն ինչ-որ փոփոխություններ, անակնկալ տհաճ իրավիճակներ, աշխատանքի փոփոխություն, պաշտոնի փոփոխություն, աշխատավայրի փոփոխություն, որը ձեզ իհարկե հաճելի չէ, եւ նաեւ Ուրանը այստեղ շատ ուշադիր եղեք, կարող է ցնցել նաեւ ձեր առողջությունը, այնպես որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում, ընդհանուր մինչև 7 տարի, պետք է շատ ուշադիր լինեք ձեր առողջության նկատմամբ։ Դե ինձ սիրելիներս, այսքան ապրիլ ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ